ինքը չգիտի թե ինչ է նշանակում Աստված։ Ասում եմ մեր ազգային պղծությունը, մեր ազգային խայտարակությունը, այդ դեպքում մենք դառնում ենք դրա մասը։ Այս մարդը պղծության գագաթն է։ 7 տարի է ապօրինի վարչապետ է։ Այլևս պետական պաշտոնյա չի, Հայաստանում ազատությունը դեռևս վայելող քրեական հանցագործությունների համար պատասխանատվության ենթակա անձ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիր առաջնորդ Բարույր Հայրիկյանին։ Պարոն Հայրիկյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ մեր հարցազրույցը հենց սկսենք պետություն եկեղեցի փոխհարաբերություններից, հետաքրքիր է լսել ձեր գնահատականը։ Նախ հիշենք ինչ տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կաթողիկոսը խախտել է իր կուսակրոնության ուխտը, ապա ժողովրդին կոչ արեց, որ պատրաստ լինեն հավաքվելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում, այնտեղից ինչպես ինքն է ասել, վեհարանը վեհափարից ազատագրեն, վեհարանը վեհի կոչերով, վեհարանը վեհի ազատագրումը իրականացնեն եւ ամենևին վերջերս էլ նա իր աջակցությունը հայտնեց կարգալույծ եղած քահանային Ստեփանաս Հատրյանին եւ մասնակցում է նաեւ այդ պատարակներին։ Հետաքրքիր է լսել ձեր գնահատականը, ինչպես է գնահատում այս իրողությունները եւ ինչ է կարծում, ուր է տանելու այս ստեղծված իրավիճակը հայ ժողովրդին։ Մի հիմնական բանից սկսենք։ Նախ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Հիմնականը հետևյալն է։ Ամիսներ առաջ մի հոգի հայտարարեց, որ կառավարության նիստում պիտի քննարկեն արդյոք հնարավոր է առանց տղամարդու մասնակցության երեխա ունենալ։ Հայտարարել է, չէ՞, ուսուտ չեմ ասում։ Եթե այդպիսի բան է հայտարարել, մարդը արդեն հասկանում է, որ ինքը չգիտի թե ինչ է նշանակում Աստված։ Այսինքն ինքը չի հասկանում, որ Աստված նշանակում է ամենակարող։ Եվ այդ մարդու աստվածաբանական գործերի մասին խոսելը ավելի քան անհետ է։ Ընդհանրապես ասում են, որ կա կեսարինը կեսարին, աստուն աստուն դրույթ է, որը պետք է յուրացնել մանավանդ պետական գործիչը, բայց ինքը համարձակվում է մխրճվել այլ ոլորտ, չհասկանալով, որ անգամ եթե որևէ հոգևորական ինչ-որ կանոն խախտել է, դրա համար ամենակարողը սահմանել է ամեն շաբաթվա մեջ մեկ անգամ կիրակի օրը գոնե պատարակ, խոստովանություն եւ քրիստոնեությունը մարդուն որևէ սխալի համար ոչ թե ոչնչացնում, այլ հնարավորություն է տալիս ապաշխարել եւ գնալ առաջ։ Բայց այսպեսի տեսական հարցերի մեջ խորանալ չեմ ուզում, ես մի ավելի կարևոր բան կասեմ, ես քաղաքական գործիչ եմ։ Իմ ամենահիմնական գնահատականը այդպես միջազգային ընկալումով սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ։ Դա հետաքրքիր պատմություն է, բայց դրա մասին առանձին։ Իսկ տեղական մակարդակով, որը նույնպես միջազգայինորեն ճանաչված է, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, ես ոչ թե պայքարողներից մեկն եմ եղել, այլ եղել եմ առաջնորդը պայքարողների հիմնական բանակի, գլխավորել եմ ազգային միացյալ կուսակցություն։ Հիմա այդ դիրքերից այսօր ես արդեն ոչ թե ազգային ազատագրական պայքարի գործիչ եմ ներկայանում, այլ այդ ճանապարհը անցած եւ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցող գործիչ։ Հետևյալն եմ ուզում ասել։ Ինչ իրավունք ունի պաշտոնալույց եղած Նիկոլ Փաշինյանը, ես իրեն պաշտոնազրկել եմ։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես հրավիրելու եմ ուժային նախարարներին եւ ծառայությունների պետերին, ազգային անվտանգություն, ներքին գործոս նախարարություն, հակակոռուպցիոն կոմիտե, կարող եք հնչակայիններ հրավիրեմ եւ գլխավոր դատախազին։ Հրավիրելու եմ իմ տուն, եթե իրենք այլ տեղ կուզեն, ապա այլ տեղ, ցանկացած տեղ համաձայնեմ եւ իրենց պետք է ներկայացնեմ այն անառարկելի իրողությունները, որոնց հետևանքով իր հանցավոր դրսևորումների հետևանքով վերջնականապես հանցանք եթե ոչ դատարանը կորոշի։ Բայց ես գնահատականը տալիս եմ, ինքը խախտել է սահմանադրական օրենքը։ Հետևաբար ինքը արդեն 7 տարի է ապօրինի վարչապետ է։ Եթե վարչապետը խախտում է սահմանադրական օրենքը, նա այլևս վարչապետ չի, որևէ պաշտոնյա։ Նա դատարանի թեկնածու է։ Նա ինչ օրենք է խախտել, ասեմ։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում ասված է, կուսակցությունները կարող են անհատական կամ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնել պետական կառույցներին եւ պետական կառույցները պարտավոր են դրանք քննարկել։ Ես մինչև 20 թվականը Նիկոլ Փաշինյանին հատկապես դրա վրա եմ կանգ առնում 3 ուղերձ եմ փոխանցել, որոնք վերաբերում էին սահմանադրության բարելավմանը։ Ինքը դրանք ստացել է, չի քննարկել, ավելին հետո երբ ես էլի եմ ուղարկել, ընդհանուր թվով 8-ը։
ինքը հրամայել է դրանք չքննարկել, որովհետև այնքան համոզիչ էին գրած, որ չէին կարող չընդունել, այնպես որ տվյալ դեպքում դուք հարցրիք մի մարդու մասին, որը այլևս պետական պաշտոնյա չի, այլ Հայաստանում ազատությունը դեռևս վայելող քրեական հանցագործությունների համար պատասխանատվության ենթակա անձ։ Պարոն Հայրիկյան, բայց ամեն դեպքում շարունակում է Հայաստանը ներկայացնել դրսում, ներկայանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ այսօր էլ այդպես է գործում Հայաստանում եւ իհարկե լավ հիմնավորված առաջարկ ունեք դուք, բայց այստեղ հետաքրքիր է ինչքանով է այն իրագործել, ինչքանով է իրատեսական ձեր առաջարկը։ Առավել եւս որ ինքը համարձակվում է իր օրինախախտեությամբ Են գիտեք, մյուս բաների մասին չեմ խոսում, օրինակ բավական է, որ ինքը ասեց, որ մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, դա նշանակում է ինքը ուրացավ ժամանակակից քաղաքակրթության հիմքերի հիմք հանդիսացող ինքնորոշման սկզբունքը։ Այսինքն միջազգային իրավունքի մակարդակով է ինքը պերծ, բայց քանի որ ինքը ներկայացնում է մեր հանրությանը եւ աշխարհն ասում է դե մեր ինչ գործն է, ժողովուրդ կա, թող եթե դեմ են հանեն։ Ուրեմն առավել եւս մեր խնդիրն է նրան Պաշտոնազրկումը 10-րդականն է, նրան տանել բանդ։ Մենք պարտավոր ենք դա անել։ Ասում են ինչ-որ այնտեղ առողջապահական խնդիրներ կան եւ այլ, եթե ինքը դրանք մեջտեղ կհանի, կդառնա անմեղսունակ, բայց միևնույնն է մենք պիտի ցույց տանք, որ ինքը մեր ներկայացուցիչը չի, այլապես այն պղծությունը, ես այդպես եմ չի հաճախ ասում, ասում եմ մեր ազգային պղծությունը, մեր ազգային խայտարակությունը, այդ դեպքում մենք դառնում ենք դրա մասը։ Այնպես որ առավել եւս։ Հիմա ինչքանով է իրատեսական, որ ես կանչեմ այդ ուժայինների պատասխանատուներին եւ նրանց պիտի կանչեմ, ասեմ, լսեք, դուք ունեք ինչ-որ ժամանակավոր ղեկավար, ես հավերժության ղեկավարն եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն է, պարույրը հավերժ է, այդ են հիմնական դիմախոսներից մեկն է եղել, բայց դա չի կարևոր, ազգային ազատագրական պայքար լինում է մի քանի 100 տարին մեկ անգամ, հիմա դա եղել է եւ բոլոր հիմնական ծրագրերը եղել են իմը, ընկերներս հավանություն են տվելու դարձել է իրականություն։ Ես որպես ազգային ազատագրական պայքարի առաջնորդ եւ այսօր ապրող գործիչ նրանց ասել եմ հիմա դուք ընտրեք կամ ընտրում եք օրենքին ենթարկվելը կամ ենթարկվելը ձեզ իբր թե աշխատավարձ տվող ազգային խայտարակությանը։ Եթե չգան իմ այդ հրավերը չընդունեն, տեսեք 4-ին եմ հրավիրում, որ հանգիստ պայմաններում քննարկենք։ Ուրեմն իրենք ոչ թե իրենք չեն համարում իրենց ժողովրդին ծառայող օրենքին ենթակա անձինք Եթե գան եւ այլ բան ասեն, համոզեն ինձ, ես կընդունեմ։ Բայց եթե չեն գալիս, ես լրագրողներին եմ հրավիրելու։ Նույն օրը, հավանաբար դա կլինի ուրբաթ օրը։ Այս ուրբաթ, այո։ Ուրբաթ օրը ժամը 2-ին, հիմիկվանից ասում եմ, օգնականներին էլ այդ բոլոր ծառայողներին տեղեկացրեք ձեր շեֆերին, որ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը ես ավելի բարձր պաշտոն եմ ունեցել։ Գլխավորել եմ Սովետական միության ժողովրդավարական շարժումների կոորդինացիոն կենտրոնը։ Այդ բոլորը կոնգրեսի արձանագրություններում աշխարհի լրջագույն թերթերում New York Times, Wall Street Journal, Los Angeles դրիվ տպված է, բայց ես խոսում եմ Հայաստանի մասին։ Ուրեմն ուժայինները պարտավոր են գնահատական տալ ելնելով օրենքից։ Եթե ես սուտ եմ ասում, իրենց առաջարկել եմ, եթե ես ստում եմ, ապա զրպարտելու համար եկեք ես իմ քայլերով գնամ բանտ։ Եթե չեմ ստում, դուք պարտավոր եք կարգի հրավիրել գլխավոր օրինախախտին։ Եվ այն ազգը, որի ղեկավարը մեղադրվում է, տեսեք, Արցախի հարցի մասին չեմ ասում, նոյեմբերի 9 ստորագրելու մասին չեմ ասում։ Կանդրադառնանք մեր հարցազրույցի ժամանակ։ Դրանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ կոնկրետ մի բանի մասին։ Սահմանադրական օրենք կա, դրա պահանջում շատ հստակ կոնկրետ պահանջ կա, դու խախտել ես 8 անգամ, դու ռեցիդիվիստ ես։ Դա իշխանության չարաշահում է, իշխանության չարաշահում մինչև 5 տարվա կալանք է նախատեսում։ Եթե ուղեկցվել է ծանր հետևանքներով, դրանք էլ առանձին պատասխանատվություն են։ Կարելի է ասել անփութություն եմ դրսևորել, այ եթե ես ամսի 5-ին նոյեմբերի դիմել եմ անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ ասել. «Տղա ջան, գնա դատախազություն, խոստովանականով հանդես եկ, ընդունիր, որ դու մեղք ես գործել եւ պատիժդ կմեղմանա»։ Բայց ինչ եմ պատասխանել, հետաքրքիր է։ Դեռ ինքը ժամանակ ունի պատասխանելու։ Եթե վերցնում ենք հանրագրերի մասին օրենքը, ինքը դեռ ժամանակ ունի, բայց պիտի շտաբի, կարծում եմ, որովհետև կարծում եմ ոչ միայն ինքը, այլ ամեն մարդ գիտի, որ ես ատելությամբ չեմ առաջնորդվել։ Ես նույնիսկ չեկիստներին, որ ինձ 18 տարի պահել են բանտերում, չեմ ատել երբեք։ Ավելին հետները այնպես խոսել եմ մարդկանորեն փորձել հասկացնել ու տեսել եմ, որ դա շատ ավելի ազդեցիկ է։
Դա ուղղակի մարդուն փոխում է, եթե դու հավատում ես, որ դիմացին այդ մարդը, նույնը վերաբերում է Նիկոլին։ Ինձ Նիկոլի բանտարկյալ լինելը չի հետաքրում, այլ հետաքրում է, որ հետագա ցանկացած պաշտոնյա իմանա, որ կարող է ինքը իր պաշտոնում եղած ժամանակ իր ուժայիններ իրեն տանեն բանտ։ Հիմա այս 4-ը կամ որոշելու են դառնալ կոռուպցիոն հանցախմբի անդամ, կամ էլ ինձ լսելու են ու որոշում կայացնեն։ Պարոն Հայրիկյան, կրկին վերադառնանք եկեղեցի պետություն հարաբերություններին, այս իրավիճակը արդյոք պայմանավորված է ընտրություններով, սպասվող ընտրություններով եւ արդյոք տևելու է մինչեւ 2026 թվականը, մինչեւ ամառ։ Դուք բառացիչ ասացիք, բայց ձեր հարցից ենթադրելի է, որ այս ազգային խայտարակությունն էլ տվյալ դեպքում կասկածյալը ունի մեծ գերխնդիր երկարաձգել իր իշխանավարությունը։ Մինչդեռ դա արդեն ավարտված է։ Այն պահից, երբ ազգային համագործակցության կլոր սեղան անունով մարդկանց հավաքականությունը հայտարարություն ընդունեց այս փաստի մասին, այդ պահից ինքը պիտի հասկանա, որ ինքը պաշտոնավարում է, բայց իներցիայով։ Այո, ինքը իհարկե ունի այդ ու բոլորս ենք տեսնում, որ ինքը նույնիսկ այնպեսի մոլագարության հասավ, որ համամասնական ընտրություններով հնարավոր է համարում սահմանադրական մեծամասնություն պարլամենտում ստանալ։ Ոչ թե պարզ մեծամասնություն, պարզ մեծամասնությունն էլ է բացառված։ Համամասնական ընտրություններով ներկայացուցչական մարմիններում սովորաբար ուժերը բաժանվում են 5-ից 35%։ Մեկը 20, մյուսը 15 եւ այլն։ Բայց 50%-ից ավել չի լինում որպես կանոն։ Այնպես որ ինքը արդեն տրամադրված է եւ գուցե պատահական չէ մեծ քանակությամբ անձնագրերի արկայությունը։ Այո, ինքը ոչ միայն այդ խնդիրը, այլ տարբեր խնդիրներ պիտի մեզ անընդմեջ մատուցի, որպեսզի մենք շեղվենք։ Ուրեմն դուք հիշում եք, չէ՞ որ պատորը ժամը քանեցին եմ հրավիրել։ 2-ին, ժամը 14-ին։ Հիմիկվանից ասում եմ, որ այդ պետական ծառայությունների եւ նախարարությունների պատասխանատուները իրենց շեֆերին տեղեկացնեն, որ այդ օրը Հայրիկյանը ձեզ իր տանը, առայժմ իմ տունն է, որովհետև պետությունը, տեսեք, նվեր է ստացել։ Մենք պետությանը նվեր ենք տվել, բայց այս ազգային խայտարակությունը իրեն իրավունք է վերապահել, որպես նվեր պետությանը տրվող մոտավորապես դոլարով ասեմ, 2.5 միլիոն դոլարի արժողությամբ նվերը մերժել, քանի որ այնտեղ ասում է, որ կարող է մի 50,000-ի հարց լինի երեսապատել եւ այլ, այդպես ներքին կարգով են խոսել, բայց դու իրավունք չունես, ես քեզ չեմ նվիրում եմ սերունդներին, ինչպես իմ կյանքի պատմությունն է նվեր դառնալու ապագայում պիտի։ Այսօր բոլոր դասագրքերում կա մեր գործերի մասին, բայց ինչև է։ Ուրեմն այդտեղ էլ ինքը թերացավ, որովհետև ունի հետին նկատառումներ, բայց եթե նկատել եք, ամեն օր մենք նորանոր խնդիրներ ենք ստանում, ամեն օր։ Ինքը դրանք հատուկ պատրաստում, հավաքում է եւ ներկայացնում մարդկանց պես հոգեցունց վիճակում պահելու համար, բարոյապես կոտրելու համար։ Պատերազմները լինում են նաեւ հոգեբանական ճակատում։ Այս ոլորտում ինքը բավական մեծ հաջողությունների ասել մարդկանց պահելով վախի մթնոլորտում։ Աստիճանաբար հանգեցրեց այս իրավիճակին։ Չէ, աստիճանաբար չէ։ Ինքը այն պահին, երբ ասեց պարտվենք էլ հաղթացենք, ակնհայտ էր, որ գործ ունես կամ մտագարի հետ, կամ էլ ինչ-որ անպատկերացնելի սրիկայի հետ։ Մտագար, որովհետև պարտվել է, հաղթել։ Այո։ Ինչ է նշանակում։ Նախապատրաստեք ձեզ ինքներդ ձեզ խաբվելու։ Դու ինձ կոչ ես անում, որ ես ինձ խաբեմ, եւ երկրորդ ով էր իրավունք տվել Սարդարապատ կերտած ազգին, Սարդարապատը մենք կերտել ենք ցեղասպանությունից հետո, երբ դեռ կանոնավոր բանակ էլ չունեինք։ Իսկ այստեղ 30 տարվա պետություն էինք լավված եւ մեր հնարավորությունները դեռ շատ զորեղ էին։ Նոյեմբերի 9-ով խայտարակություն արեց, մեծ խայտարակություն, եւ բոլոր նրանք, ովքեր ինչ որ առիթով նոյեմբերի 9-ն վկայակոչում, դրանք չեն խորանում ոչ պատմության մեջ, ոչ էլ երևույթների կարևորության, նոյեմբերի 9-ի զարգացումները մենք ուր հասանք, Գորիսից Կապան ճանապարհն անգամ փակվեց, որը նոյեմբերի 9-ով նախատեսված չէր, զորքերը պետք է մնային իրենց տեղում։ Այո, իր բանը այդ, որ ասում եք աստիճանաբար, ինքը աստիճանաբար զորեղացնում է եւ շրջանառության մեջ է դրել խաղաղության գործոնը, այս մարդը բախտության գագաթն է։ Խաղաղությունը նախ եւ առաջ մարդու հոգեվոր խաղաղությունն է։ Իսկ հոգեվոր խաղաղությունը կապված է արդարության հետ, որ թուրքը չգիտի, որ իրենք եկվոր են, բայց ապրելու իրավունք ունեն, հետո ինչ որ եկվոր են, բայց եկվոր լինելով, որ մասնագետը, նույնիսկ թուրք մասնագետը չգիտի, որ ախր ես դա տեսել եմ աչքովս, վախենում էին Հայաստանի անկախությունից,
Թուրքիան այն ժամանակ վախենում էր, որ Հայաստանը, որ անկախացավ, միջազգային իրավունքի հիման վրա մեծ հնարավորություններ ունի։ Արցախն էլ ազգերի լիգան է ժամանակին ճանաչել։ Ինչևէ, նրանք գիտեն եւ այստեղ մեզ ժամանակավորապես ներկայացնող անձը ասում է, որ արդարությունը կարևոր չի։ Արդարությունն է հիմքերի հիմքը։ Մեր քաղաքակրթության հիմքում եւ արդարության մեջ մտնում է խտրականության բացառումը նաեւ։ Օրեր հարցազրույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրանք երկուսն էլ իրենց հարցազրույցի ժամանակ անդրադարձան Արցախյան հիմնախնդրին, Արցախյան հարցին, նշելով, որ ներկայացնելով 2018 թվականից հետո բանակցություններում թույլ տված սխալները Նիկոլ Փաշինյանի կողմից եւ Նիկոլ Փաշինյանը շուտապույտ արձագանքեց երկուսին էլ, նշելով, որ ինչպես ինքն է ասել, մեջբերեմ Ղարաբաղի հարցը տվյալ ուժերի կողմից ուղղակի թոք էր Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Հիմա պարոն Հայրիկյան, ձեր գնահատմամբ դուք երկար ժամանակ քաղաքականության մեջ եք եղել, գիտեք ինչ քաղաքականություն է վարել առաջին նախագահը, երկրորդ, երրորդ եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը, ինչը հանգեցրեց այս իրավիճակին, ինչը տարավ այն իրավիճակին, որ այսօր Հայաստանը առանց Արցախի է։ Ուզում եք Նիկոլի մասին գովեստի խոսքեր լսել։ Արդար խոսքեր։ Ուրեմն ժամանակին սովետական բռնապետությունը ստեղծել էր Արցախի առանձին ինքնավարությունը եւ Նախիջևանն էլ թուրքերի հետ միասին առանձնացրել Հայաստանից, արդեն գոյություն ունեցող Հայաստանից, որպեսզի իսկապես անկախության դրսևորումների դեպքում Արցախը եւ Նախիջևանը օգտագործվեն անկախության դեմ։ 1988 թվականին դրանից 1 տարի առաջ ես ստեղծել էի ընդհատակից հանել էի իմ ղեկավարած ազգային միացյալ կուսակցությունը եւ մենք բացահայտ պայքար ենք սկսել անկախության համար ինքնորոշման սկզբունքով։ Նաեւ անկախություն թերթն ենք տպագրում։ Իդեպ ասեմ բոլոր մեր հայրենակիցների համար, որ ձեր թշնամիները, ձեզ կուրացնողները ուզում են ձեզ թույլ տալ ու ցույց տալ, թե մենք թույլ ազգ ենք եղել, բայց մենք սովետական միության առաջին ազգն ենք։ Եվ դա առաջին ամբողջ սովետական միության մեջ առաջին կազմակերպությունն ու առաջին այլընտրանքային քաղաքական թերթն էր, կայսրության մեջ անկախություն անունով թերթ։ Այդ ժամանակ դե Արցախյան տրամադրությունները միշտ կային, բայց այդ ժամանակ KGB-ի հույսը, որ ինձ էլ չէր կալանավորում այդ ժամանակ նախնական փուլում, այն էր, որ հիմա Արցախի հարցը մեջտեղ գցենք եւ Արցախի շահերից ելնելով հայաստանցիներին անկախական տրամադրված հայերին կխեղճացնենք։ Ինձ հաջողվեց այդ փուլում, բայց դա վաղուց էր սկսվել 73 թվականին ցույց տալ, որ այս անգամ արցախցիները ոտքի են կանգնել ոչ թե առաջվա նման, Մոսկվա մենք լավ ստրուկ ենք, մեծ հետ լավ եղիր, մի ինչ-որ արդար քայլարը, այլ ինքնորոշման սկզբունքով։ Այսինքն իմ գաղափարը հասել էր Արցախ եւ գործում էր։ Եվ մենք ընդհանրացրինք։ Հետո եկավ հաջորդ փուլը, երբ ասում էին, որ անկախական շարժումը Արցախին խանգարում է, այսինքն այն փուլի համար Նիկոլի ասածը ճիշտ է, որ Արցախը Մոսկվան օգտագործում էր, բայց ինքը շարունակությունը չի ուզում տեսնել, Արցախը ընտրեց ինքնորոշման ճանապարհը։ Եվ իհարկե շատ ճիշտ կլիներ, որ Հայաստանը պետություն լիներ եւ միջազգային ատյաններում ներկայացնել Արցախի հարցը որպես հայկական հարցի մի մաս, բայց Հայաստանը դեռ միջազգային իրավունքի ենթակա չէր։ Իմ վերջին քայլը այդ թվականներին եղել է հետեւյալը, որպեսզի մենք կարողանանք Արցախին օգնել, մենք պիտի միջազգային իրավունքի ենթակա դառնանք։ Հայաստանը պիտի անկախանա, այսինքն նրանք, ովքեր կուրացած էին Արցախի ցավով, նրանք էլ դարձան անկախական, որովհետև հասկանում են, որ միջազգային ատյաններում պիտի ունենան իսկապես ճշմարտությունը ներկայացնող բան։ Հիմա ինքը Նիկոլ Փաշինյանը իմ ասած շատ մտք է, այսպես գողանում է, օրինակ մենք ենք տերը մեր երկրի, չէ՞, ժամանակին գողացել էր, հետո ես որ տեսա սխալ է օգտագործում, ասից ստոպ, դու ճակատիդ գրել ես դուխով, դատարաթող շարունակությունը գրի դեբիլ։ Ես հասկացա, որ ինքը շահարկում է։ Հիմա էլ այստեղ ինչ-որ տեղ լսել է, որ Արցախյան հարցը նախնական փուլում։ Նաև Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Եվ իհարկե, չէ, Հայաստանը, Արցախը եւ վերջը դա Ազգալյանի խոսքն է։ Ասած էսպես է, Արցախ ունի ինքնորոշման իրավունք։ Այս ձևով ընդունեց, ինքը դրա համար եմ ասում։ Ինքը դա շահարկեց, այստեղ էլ փորձել է, բայց ուրեմն ճշմարտությունն այն է, որ նախագահների ելույթների մասին ես ասեմ ձեզ, ես եւ երեք նախագահներին համարում եմ ոչ կատարյալ ինքնադրսևորված մարդիկ, որովհետեւ նրանք Հայաստանը կապեցին այն միավորի հետ, որը դաշնակից են կալվում, բայց դաշնակից չէր, որովհետև Ռուսաստանը դաշնակից կարող է լինել մի դեպքում։
դեմոկրատական դառնալու եւ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելուց հետո, բայց եթե չի չեղարկել, ուրեմն մենք իր համար մանրադրամ ենք, դա ես գիտեի։ Եվ քանի որ այս 3 նախագահները այդ ուղղությամբ աշխատանքներ չէին ուզում անել եւ հերո էին պահում Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից, իմ համակրանքը չէին վայելում։ Աշխատել եմ որոշ փուլերում, լավ ենք եղել իրար հետ, նույնիսկ լավ հարաբերություններ, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Սակայն այդ երևույթներում ես նկատեցի, գիտեք, ինչպես է եղել այդ մանրամասները, որ ներկայացնում են, դա արդեն հետաքրքիր չի։ Հասել ենք մի հանգրվանի, որտեղ դու պետք է քո լուծումներ առաջարկեք, բայց արդարամիտ կեցվածքով ներկայանաս։ Եվ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտ, մանավանդ վերջին հարցազրույցներում անկեղծ եմ ասում, ես տեսա արդարամիտ շեշտադրումներ եւ քաղաքակրթական շեշտադրումներ։ Ես դրական իմաստն եմ ասում։ Իսկ այն ինչ որ դուրս չի եկել հնուց, հիմա էլ Հայաստանը չպետք է որևէ մեկից կախված լինի։ Ցավում եմ, որ այդ երեքն էլ շատ լավ ծանոթ լինելով իմ բացարձակ ժողովրդավարության, գիտեք, հարցերը արմատապես լուծող սահմանադրության բովանդակությանը, էությանը, նրանք դրա մասին չեն խոսում։ Ցավում եմ, որ բարձր պաշտոններ զբաղեցրած լինելով չհասկացան իրենք, որ գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը իսկապես պատկանի քաղաքացիներին, իսկ երկիրը քաղաքացիներին կարող է պատկանել միայն իմ գրած սահմանադրությամբ, որի հիմքում այդ բացարձակ ժողովրդավարության բանը, դրա նման աշխարհը չունի։ Ես ասում եմ առանց վախենալու, գիտեմ, որ մեծ գյուտ եմ արել, շատ մեծ գյուտ, եւ քանի որ դա քրիստոնեական արժեհամակարգի վրա է կառուցված, խիղճս հանգիստ է, որ այդտեղ սխալ լինել չի կարող։ Պարոն Հայրիկյան, մեր հարցազրույցի վերջում կխնդրեմ նշեք, արդյոք ճիշտ է որն է, վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությանը, թե ընդունել օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունը, Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, ինչը շոշափելի արդյունք է տալիս մեկը, որը չի տալիս մյուսը։ Ոչնա։ Մենք այսօր մեկ գերխնդիր ունենք, որպես քրեական հանցագործ իրեն դրսևորած եւ այդ փաստաթղթերի տակ առանց հայ ժողովրդի թույլտվությունն իր ստորագրությունը դրած անձին տանել դատարան, դատարանը կարող է արդարացնել, ես սխալ դուրս գամ, տանել դատարան եւ դրանով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած թղթիկները հայ ժողովրդի ճակատագրի հետ կապ չունեն։ Կա միջազգային իրավունք, մի մարդ, որը Հայաստանի բռնազավթված լինելու եւ բռնազավթման պայմաններում Հայաստանի սահմանները արհեստականորեն գծելը համարում է միջազգային իրավունքի դրսևորում, դա ոչ միայն պղծություն է, ոչ միայն խայտառակություն, այլ դա մեծագույն ստորությունն է։ Միջազգային իրավունքը Հայաստանի վերաբերյալ ունի շատ հստակ ձևակերպումներ եւ դրանք շատ ավելի քիչ են, քան գիտեք, մեր մոտ շատերը չգիտեն, ասեմ դες 14 թվականին 1914 թվականին Բելգիայից եւ Հոլանդիայից միջազգային համաձայնությամբ Թուրքիա ժամանեցին 2 գեներալ գուբերնատորներ հայկական ինքնավարության տարածքում հսկայական տարածք Վիլսոնյան իրավարար Հայաստանից 2 անգամ մեծ։ Նրանք պետք է սկսեին հիմնադրել հայկական ինքնավարությունը։ Հետո սկսեց համաշխարհային պատերազմը, նրանք չէին կարող իրենց ծառայությունը շարունակել եւ այսօր երբ խոսում է հոխորտում են եւ դա պետք է բերել մեջտեղ, մենք չենք որոշել, հայերը սրա հետ կապ չունենք, միջազգային հանրությունն է որոշել։ Փաստաթուղթն կարծես գաղտնի եղավ նոյեմբերի 9 բացարձակ գաղտնիությամբ, իսկ օգոստոսի 8-ին էլ կամաց վերեց դրա նախաստորագրմանը, շահարկելով ինչ որտեղ նաեւ հասարակ բան կարող է թվալ, բայց Նիկոլ Փաշինյանը հրավիրեց բոլոր ընդդիմադիրներին արտախորհրդական ընդդիմությանը հրավիրեց նոյեմբերի 9-ից առաջ։ Հրավիրում է Դաշնակցությանը, հրավիրում է Դեմոկրատական կուսակցությանը, ես հետո եմ իմանում դրա մասին։ Ինչու ինչ չէր հրավիրել, որովհետև ամենից շատ Արցախյան հարցի եւ սկզբունքային բովանդակության եւ առարկայական կապված եմ եղել ես։ Շահումյանից Մարտակերտից են հազարավոր փախստականներ առաջին հերթին ինձ հետ էին առնչվում եւ մենք նրանց համար բնակավայրեր էինք ստեղծում ենել ԱԻՄ-ականների միջոցների հաշվին, ոչ պետության։ Առաջին ինձ պիտի հրավիրեր։ Ուրեմն ինքը զգում էր, որ անմաքուր բան անում, իսկ այդտեղ պատասխանը շատ հասարակ էր լինելու։ Նոյեմբերի 9-ին մեզ առաջարկվում է փաստորեն անձնատուր լինել, որը մինչև այսօր շարունակվում է։ Այնպես որ ես կարծում եմ մենք երբ խոսում ենք եւ փորձում հայեմատել, պարզ չի որ քաղաքակիրթ աշխարհի մասնակցությամբ կնքված թուղթը ավելի կարեւոր է, քան
Հայաստանի վրա ռուս-թուրքական համատեղ հարձակման մասնակիցների հետ։ Ի վերջո բոլորս գիտենք, չէ՞, երբ դժգոհում ենք այն բանը, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը լինելով մոտ 10 միլիարդի զենք է վաճառում Ադրբեջանին, այն ժամանակ մենք հազանգում ենք, որ դա դաշնակցի կեղված չէ։ Բայց այստեղ ոչ այնքան այդ Քարոզիա պատերազմից հետո էլ Սարգսյանը դա եւս հայտնեց, նշեց նրանց մոտ։ Պարզվում է, որ երբ դու քաղաքակիրթ աշխարհի հետ սերտ հարաբերություններ ես, սերտ չէ, ամենադեպս հարաբերություններ ես պահպանում, ոչ թե լուծարում ես Մինսկի խումբը Ալիևի պահանջով։ Հասկանում եք, այն ինչ ինքը անում է ակնհայտորեն ցույց տալով Ալիևի պահանջով։ Ալիևը իրեն ինչ է արել, ես չգիտեմ, ինչպես է վախեցրել կամ չգիտեմ ես, բայց ինձ չէ հետաքրքրում։ Ես գիտեմ, որ սխալ է, հիմա էլ բացահայտել ենք, որ ինքը 100%-անոց հանցագործ է, բայց դա իմ կարծիքն է։ Դա դրան այդ 100%-ին կարող ավելացնի եւս 100%, պատկերավոր եմ ասում։ Եվ այդ տեսակ մարդը պիտի մեզ ներկայացնելու իրավունքից զրկված լինի։ Ես դիմել եմ այսօր բոլոր Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին, առավոտյան ուղիղ եթեր եմ մտել եւ ասել եմ, որ պետք է շտապեն ինձ հետ կապնվելու, որպես ոչ որպես Պարույր Հայրիկյան, այլ որպես Հայաստանի անկախության հաղթանակի հասած անկախության պայքարի առաջնորդը։ Հիմնասյուներից մեկը կարող ենք իմ լավ ընկերների մասին ասել, բայց առաջնորդ, որը ուղղություն է տվել, նույնիսկ կազմակերպության ղեկավարին համոզել եմ, որ արի ոչ թե ամեն գնով անկախություն, այլ ինքնորոշման ճանապարհով։ Դժվար էր դրան հավատալ, որտեղ պետք է քո ժողովրդին հավատաս, որ գնաս ինքնորոշմանը, եւ ինքը ընդառաջել ինձ օրհները ընդառաջել։ Ինչևէ, այս ուղղակի ճշգրտության համար դա ասացի եւ այդ կարգավիճակը ի վերջո մեր ժողովրդի պատմության մեջ մի մարդ կա, որ իր գաղափարի համար ստացել է 2 միլիոնից ավելի ձայն։ Այդ մարդը հիմա դες այդ զրուցում է։ Մյուսները ամենաշատը ստացել են 1 միլիոն ձայն։ Հիմա այդ մարդը այդ իրեն ձայն տված 2 միլիոն մարդկանց անունից ասում է, եթե դուք ազնիվ եք, եթե հետին նկատառումներ չունեք, բոլոր քաղաքական գործիչներդ, նաև նախկին նախագահներ, զանգահարեք, հանդիպենք, պայմանավորենք, ինչպես ենք մեկ շաբաթվա ընթացքում այս հարցը լուծում։ Կրկին շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, բովանդակալից հարցազրույցի համար։ Մեր հետևորդներին հիշեցնենք, որ մենք զրուցում ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիր առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։